Ես կոշկանների լինելով գաղութներում, բերդում ներնախագան էսոր, հենց էսոր ոչ ուր, միջև ամսի 28-ում, համաներում տար, գաղութի 80% երիտասարդ տղաները, ապրելով գաղութի մեջ, նրանք հանցավոր առարքին են տեսնում, լավը չեն տեսնում, ես չգիտեմ ինչպես կարելի է մի մարդու ներկայացնել մեղավ դրանք նախապես կանխամտածված ապօրինաբար սպանություն, որը տունը քնած գիշերը ժամի 3:20 երեխոցու կնոջ հետ, դառնում է, որ ես նախապես զանգել եմ իրանց, որ եկեք, իմ ավտոն ջարդեք, իմ ձիքը տվեք, աղջկաս տվեք, դուրս ջարդեք գիշերը, որը չգիտեմ, ես պաշտպանվել եմ, ուրիշ ոչինչ բան չեմ ասում, ես մեկ էլ եմ ասում, երդվել եմ, չէ, որ կյանքս հայրենիքին, հոգուս Աստծուն, ինքնասիրությունս ու պատիվս ընտանիքս ինձ, իմ հայրենիքը, որ կյանքս պիտի տամ, իմ ընտանիքից է սկսում, իսկ իմ ընտանիքի սահմանը ով փորձի անցնի, ասինքն իմ հայրենիքի սահմանը ով փորձի անցնի, ես պետք է իրեն սպանեմ, սատկացնեմ, վերացնեմ, իմ հայրենիքի սահմանը այդ մարդիկ անցել են, իմ դուրն են ջարդել քաց տալով, իմ ավտոն են ջարդել բուտնամասկիչ, որով հաց էին վաստակում ես ու տղս, նույն բանն է ինձ համար, ադրբեջանցին կամ Թուրքիայի թուրքու, կամ մի այլ ազգ, Հայաստանի սահմանը փորձի անցնի, Ղարաբաղի սահմանը փորձի անցնի, մեր զինվորները խփելու են, նույն բանը, զինվորը ասում ես կանեք ով է գալիս, չէ, սահմանի վրա, չեն լսում, կրակում են, կամ փորձում են բռնել, ես զգուշացրել եմ իրանց պատահանից, թողեք հեռացեք տեղից, ինչ եք լակել եկել ստեղել ընկել, իրանք չլսեցին ինձի, բարձրացան դեպ դուրներ ջարդեցին, ու կռվի մեջ քաշեցին ինձի, ես պիտի պաշտպանվեի, եթե ոչ ես պաշտպանվեմ, իրանք ինձի խփեին, իրանք ինձի սպանեին, շատ բան եմ տեսել, հավատացեք անցել եմ կրակի մեջով, ջրի մեջով, օձի բերանով, գելի ճանկելից, այս 5 տարվա մեջից, ու ես գիտեմ, ես կուզեի ուղղակի հարուտից օգտվելով, որ ապայման ներշուրել է, իմ մարտական բոլոր ազատամարտիկներն էլ բանաներին, որ կան մարդիկ, չեն մտածում, ինչ են խոսում, ինչ են անում, Աստված իրանց առաջ չբերի, իմ անցած էշտ ճանապարհ, ես լավան մի հատ 5 տարի պատերազմի դաշտում լինեի, քան չէ ես անցնեի բոլոր հոգեկան ճնշումները, այդ տանջանքները, որոնք հատուկ պիտի նշեմ, որ մեր իշխանություններն թող իմանան, չեն դատապարտում մեզի, դատապարտում են մեր ընտանիքներին։ Ես հանցանք եմ կատարել, մնացել եմ ինքս ներկայացել ոստիկանություն, ընդունել եմ, զեղչել եմ առաջիս համար, բայց ինչ չեն դատապարտել, դատապարտել եմ իմ ընտանիքին։ Ես մտածում եմ, որ երևի տնտեսությունն էլ մեր հզոր գներ, բայց ինչի համար ասպիսի անկումներ տեսան մեր ժողովուրդը, մեր պետությունը չգիտեմ, ես տնտեսագետ չեմ կարող բերելուծել, բայց լինելով արդեն 5 տարի կալակներում արդարադարձության համակարգում, այս 5 տարվա մեջ կար ինչ-որ քայլեր եղել, բայց կցանկանայի ավելի արագ անել և մեծ քայլերով, ոչ թե ինչպես շատ ընկերներ հանրապետական կուսակցությունից միշտ նշում են ազգային ժողովի պատգամավորները, որ մենք չենք շտապում ենք դանդաղ մեր քայլերը գցին, որ մարդկանց կյանքը չի կաղանում, որ երբ լավնելու, որ մարդիկ լավ ապրել, նոր շարունակել, ես չեմ զգում 25 տարին ոնց անցել, 26-25 տարին անկախության ոնց անցել մեր, և
բանես պատերազմի շարժումը բան էլ ընդհանուր վերցրած ու մեկ լինում է ինքս ինձանիցում եմ ասում եմ էշի գլխի համար եմ ապրել ինչ եմ բաց ասում ես ինչ եմ ասում բա իմ պետականությունը իմ պետական երեք սիմվոլիկաների գերբը գիրնը դրոշը որ ձեռս դրել եմ երդվել այդ դրոշի վրա որ կյանքս եմ տալու հայրենիքիս հոգուս Աստծուն ինքնասիրությունս ընտանիքս ինձ իսկ իմ հայրենիքս սկսում է իմ ընտանիքից իմ ընտանիքը եթե այսօր լավ չի ապրում ուրեմն իմ հայրենիքն չի լավ ապրում մեր ժողովուրդն չի լավ ապրում ես այդպես եմ գնահատում որ չի ցանկանալ երազի այդպես տեսնում ամենածայրահեղ աղքատության մեջ հենց այսօր եթե գնային իմ տունը մտնեն իմ տանը հացիկ ու տող չկա աղջիկս քիչ առաջ դուք ստեղ եք կանած եք զանգեց ասեց 250 դրամ պարկեմ այլ որ դրամ հաց առն տա երբ չեմ կան թուն խմեմ ասում ես չեմ կարում աշխատանք չեմ ճարում ինչ մնաց որ ես աշխատանք ճարեմ բաց տիպի կալանավայրից որ աշխատեմ առավոտը 8-ին գնամ 2-8-ին գամ կարկել մի գծարանքում մի ժամ մտնեմ տուն բողանամ դուրս գամ կան որ անտեղ չկա հնարավորությունը այդ նոր թազա սարքվող շենքում բանիկ բան դեռ նոր պիտի ամբողջը սարքի ով սարքելու չգիտեմ թե մենք ենք սարքելու թե հիմնադրամ եք չգիտեմ բայց ես մենակ իմ աղջիկա համար իմ ընտանիքս համար չեմ ասում եթե իմ հայրենիք սկսում է իմ ընտանիքից հայրենիքս սոված է իմ ընտանիքը որում իմ հայրենիքն էլ ասոված մեր պաշտպանության նախարարի հետ ես Ղարաբաղի առաջին գյուղն ենք ազատագրել թուրքերից Ջամիլի գյուղ ինքը չգիտի ես ով բայց ես կյանքում չեմ գնա ես հավատում եմ որ ասում են չկա բիքերին փող բայց տեսնում եմ մի բան այնպեսի ավտոներ հենա այսօր առավոտը լսում եմ էներգետիկա նախարար տարեկան 490 միլիոն դրամ Լեքսուսի բանանում չգիտեմ նախարարությունն է դի թե հեցի բաններ տերերն են դի ու մեր ժողովուրդ պիտի 17 դրամ բարձրացրել հոսանքի փողոցը չէ երբ մինչև ուրա գնալու դա իմ խնդրեմը չթող մտածեն ազգային ժողովի նստածները պարոնները թող մտածեն իշխանությունները թող ընդդիմությունը մտածի բայց իմ ազատամարտիկ ընկերները թող քաղաքական դաշտից դուրս գան անբարոյական դաշտ է այդտեղ արդեն ավելի լավ է մեր ազատամարտիկ տղաները ճիշտ է վիրավորված է ծեծել են իրանց անուններ չնշենք ինչ մանան վարքաբեկել են ձերբակալել են և ձերբակալված են այսօր Վալոդզավիտի Սարշան շատ էլ Սամվելյան Լևա նախկին ոստիկանների շատ մարդիկ կան ձերբակալված ես մոտարապես 100-ից հավեր տեսել եմ և դատապարտյալների հիվանդանոցում այդ տեղանները թող քաղաքական դաշտից դուրս գան ազատամարտիկները ձեռ են առնում իսկ ձեռ են առնում նրա համար որ մենք զենքով տղաներս մտանք քաղաքականության մեջ քաղաքականությունը մեր գործը չի քաղաքականությունը մեր գործը չի մենք պիտի կանենք մեր բանակի կողքին նախարարը վատնա հանել ստիպել հանեն նախարարը լավնա ավելի օգնենք ազատամարտիկի տեղը քաղաքականությունը չի հայրենիքը պաշտպանելն է